Սիրելի բարեկամներ, երեկ ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը և մի քանի բարձրաստիճան հոգևորականներ տարածեցին հայտարարություն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման մասին։ Ես հեռու եմ այն մտքից, որ մեր եկեղեցին բարենորոգման անհրաժեշտություն չունի։ Ճիշտ հակառակը, վերջի ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ինձ բերել են այն համոզման, որ բարենորոգումները եկեղեցուն ոչ միայն անհրաժեշտ են, այլև պարտադիր։ Այլ հարց է, թե այդ բարենորոգումները ինչպես պետք է իրականացվեն և ամենակարևորը ում կողմից պետք է իրականացվեն։ Ես եկել եմ նաև այն համոզմանը, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը շարունակում թելադրել մեր հանրային ու քաղաքական օրակարգը, ուրեմն պետք է համակերպվեք այն մտքի հետ, որ երկրի հիմնական խնդիրների լուծումը թողած, նա շարունակելու է մեր ժողովրդին զբաղեցնել իր աղոթքներով, պատարակներով, բանաստեղծություններով, հարվածային գործիքներով, պոպուլիզմով ու իրականում ոչ մի բան չանելով, որ պահին, որ ձևավորվեց իրական քաղաքական այլընտրանքը և այլընտրանքը ձևակերպեց իրատեսական ու ռացիոնալ քաղաքական ծրագիր մեր երկրի խնդիրները լուծելու վերաբերյալ, որ պահին, որ այդ քաղաքական այլընտրանքը հստակ ձևակերպեց երկրի հանրային ու քաղաքական օրակարգը, վստահեցնում եմ ձեզ, այդ օրվանից Նիկոլ Փաշինյանը կդադարի պահանջված լինելուց։ Սիրելի բարեկամներ, հիմա մի քանի խոսք Նիկոլի կողմից իրականացված բարեփոխումների մասին, այսպես ասած։ Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը խոստացավ իրականացնել դատաիրավական բարեփոխումներ ու ամբողջովին կազմաքանդեց այդ բարեփոխումների ծրագիրն ու ձախողեց այն։ Խոստացավ իրականացնել անցումային արդարադատություն ու չիրականացրեց։ Խոստացավ իրականացնել վետինգ ու չիրականացրեց։ Խոստացավ ջարդել կոռուպցիայի ողնաշարը ու այն մնաց անջարդելի։ Խոստացավ պատժել երկիրն ու հասարակությանը թալանողներին, թալանածներին ու դրանցից որևէ մեկը չպատժվեց։ Խոստացավ բարեփոխել պետական կառավարման համակարգը, իսկ հիմա այն ամբողջությամբ գտնվում է կառավարման ճգնաժամի մեջ։ Արցախի պատերազմի, պարտության, խաղաղության մասին էլ չեմ ասում, արեք հետևությունները ինքներդ, սիրելի բարեկամներ։ Ես եկել եմ այն համոզման, որ գոյություն չունի մի ոլորտ կամ բնագավառ, որտեղ Նիկոլ Փաշինյանը, երբ խոսել է բարեփոխումների անհրաժեշտության մասին, այն չի ավարտվել ձախողմամբ ու կազմաքանդմամբ։ Հետևությունները կրկին արեք ինքներդ, սիրելի բարեկամներ։ Բայց այս ճակերտավոր բարեփոխման մասին ընդամենը եզրափակեմ խոսքս հետևյալով. Նիկոլ Փաշինյանը խախտում է կոպտորեն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և գերազանցում է Հայաստանի Հանրապետության վարչապետի իր սահմանադրական լիազորությունները։ Լավ եղեք, բարին ընդ ձեզ, սիրելի բարեկամներ։